նկատի ունեցել նմանօրինակ արտահայտություններ կատարելիս եւ ում են դրանք ուղղված եղել։ Այն ինչ որ առանձնացված է մեղադրական եզրակացության մեջ, դա հատուկ արված արտահայտություններ չեն, դա իմ սովորական առօրյա հրապարակային խոսքում հնչեցված մտքեր են, որը ես հնչեցնում եմ ոչ թե կոնկրետ ինչ-որ դեպքով հատուկ պլանավորված իրադարձության ժամանակ, այլ ես պատվաժան դատան իմ հասարակական գործունեությունը դրսևորում է դրանով, որ ես օրվա մեջ նույնիսկ մի քանի անգամ, շաբաթվա մեջ մի քանի անգամ հրավիրվում եմ տարբեր լրատվամիջոցներ, հարցազրույցների, կսեմ հանդես գալի եւ իմ անդրադառնալով այդ թեմային, նաեւ իմ կարծիքն եմ արտահայտել դրա վերաբերել, այսինքն դա ինչ-որ այնպես չի, որ ես ընդհանրապես որևէ կարծիք չեմ արտահայտում, հատուկ թիրախավորված ինչ-որ մի բան եմ արտահայտել։ Իմ ընդհանուր մտահոգությունների շրջանակներում իմ տեսակետը օգտվելով իմ սահմանադրական իրավունքից արտահայտել եմ իմ մտահոգությունները խնդրու առարկայի վերաբերյալ։ Մասնավորապես այդ հանձնաժողովի կանոնակարգի վավերացման օրինականության եւ այլնի վերաբերյալ։ Դատարանի հարցը բաղկացած էր երկու մասից, դուք իրավունք ունեք չպատասխանել, դա եւ հնարավոր չի կարգավորվի, ում են դրանք ուղղված եղել։ Դա ուղղված է եղել հանրության, այսինքն դա իմ խոսքն է, որ ուղղված է հանրության, այսինքն հրապարակային խոսք է, դա ուղղված չի որևէ անձի անհատապես, այսինքն ես որևէ անձի թիրախավորելու անհատական ինչ-որ խնդիրներ չունեմ։ Ունեմ մտահոգություններ, անհանգստություններ, որոնք արտահայտել եմ, որպեսզի իմ տեսակետը հասանելի լինի հանրությանը։ Նախորդիվ համապատասխան հարցադրմանի պատասխան տվել էիք պատասխան այն մասին, որ դուք համեմատական վերլուծություն եք կատարել։ Արդյոք ըստ ձեզ դուք կարող եք պատկերավոր համեմատական վերլուծություն կատարել եւ դատավորներին կոչել վարձկան ահաբեկիչներ կամ տգետ։ Ես ճիշտ ասած այդ համեմատական վերլուծությունը, որ ասում էի վարձկան ահաբեկիչների մասով, այդպես եմ ես հիշում, եւ նախորդ իմ ցուցմունքներում փորձեցի բացատրել, թե դա կոնկրետ ինչ նկատի ունեի, այսինքն նկատի ունեի վարձկանությունը վարձատրության մասով, որը էականորեն փոփոխություն է ենթարկվել վերջին ժամանակաշրջանում, իսկ ահաբեկչական իմաստով ես հենց իմ հրապարակային խոսքում շատ տեղերում հենց խոսքի մեջ եմ մեկնաբանում, որ ահաբեկչության թիրախը մեր հասարակությունն է, մեր պետականությունն է, այսինքն դա չի նույնացվում սահմանադրական դատանի դատավորին որպես վարձկան ահաբեկչի են կերպարով, որով որ հանդես են գալիս իսկապես վարձկան ահաբեկիչներ, այսինքն համեմատական խոսքը վերաբերվում է ահաբեկչության թիրախին, որ կարող է մեր պետականությունը դրանով ահաբեկվի եւ պետությունը։ Այդ համեմատական վերլուծությունը այդ իմաստն ունեցա, այլ ոչ թե անհատական թիրախավորում։ Դատարանի հարցերը ավարտվեցին։ Եթե կողմերը այլ հարցեր չունեն, թույլ կտաք հայտարարություն։ Չէ, հարց։ Հարց իհարկե։ Շնորհակալություն։ Այ պարոն Ղազյան, դուք նոր նախագծող դատավորի հարցին պատասխան նշեցիք, որ ձեր խոսքերը, որ դատավորը հարցեր ում էր ուղղված, դուք նշեցիք, ես ուղիղ արձանագրել եմ, ուղղված է եղել հանրությանը, ոչ թե անհատապես կոնկրետ դատավորներին։ Սա ճիշտ եմ արձանագրել, նախ որպեսզի մյուս հարցը տամ։ Ես այդ դատանի հարցի պատասխանած ես նկատի ունեցել, որ դա ոչ թե ես օգտագործել եմ լրատվամիջոցը որևէ դատավորի վերաբերյալ որևէ բան ասելու, այլ ընդհանրապես հանդես եմ եկել հրապարակային խոսքով, իսկ հրապարակային խոսքի շահառում ողջ հասարակությունն է։ Այսինքն հասարակատերը հանրությունն է եղել։ Որպես հրապարակային խոսք, այսինքն դա ես չեմ օգտագործել լրատվամիջոցը որևէ դատավորի հետ հարցաբեր պարզաբանելու համար։ Հասարակատերը հանրությունն է եղել, հասկացա։ Շնորհակալություն։ Հարց ունեք, պարոն։ Հարցեր չունեմ։ Շնորհակալություն, պարոն Ղազյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։